Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Աբովյան Թոլքն է եւ ես Արման Աբովյանը։ Այսօր խոսելու ենք երկու շատ կարևոր թեմաների շուրջ՝ համահայկական համախմբում կամ առհասարակ ինչ է իրենից ներկայացնում համախմբումը եւ որ պլատֆորմն է համախմբման համար, օրինակ արդյունավետ եւ որն են ցուցանիշները կամ կրիտերիաները արդյունավետության եւ խոսելու ենք արցախցիների, ավելի ճիշտ բռնի տեղահանված արցախցիների մասին, ովքեր զբաղվում են միջին եւ մանր բիզնեսով կամ նվազագույնը փորձում են զբաղվել այդ գործունեությամբ։ Եվ այսպես, մեր առաջին հյուրն է այսօր համահայկական հասարակական դաշինք կազմակերպության համահիմնադիր կոորդինացիոն խմբի անդամ Կարապետ Մինասյանը։ Բարև ձեզ, պարոն Մինասյան։ Բարև ձեզ, պարոն Աբովյան։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը այսօր քննարկել իրականում միասնության եւ ընդհանուր տեսլականի հարցերը, որոնց անհրաժեշտության մասին դուք եւ համահայկական հասարակական դաշինքը բազմաթիվ անգամ խոսացել է։ Այստեղ տեսեք խնդիրը ինչումն է։ Մենք տեսնում ենք ակնհայտորեն տենդենսներ քաղաքական դաշտում, երբ որ ձևավորվում են միավորներ, որոնց հիմնական նպատակը համախմբումն է։ Առանց ամբողջորգոր բառերի, առանց չգիտեմ լոզունգային իրավիճակին ամանավանդ ես գիտեմ, որ դուք չեք սիրում ոչ լոզունգային, տրամաբանություն, այսինքն ասեցինք, ուռագոռացինք, ծրվեցինք տներով, ոչ էլ գիտեք ոնց որ կամած մարդիկ ինչ որ բան են անում, բայց դա չի հանրայնացվում։ Այսինքն այդ ոսկյա միջինը բավականին այո, ակտիվ պահում եք։ Ստորագրվել եք նաև այն կազմակերպության հետ, որի համահիմնադիրը հանդիսանում եմ ես, խոսքը գնում է կամուրջ քաղաքացիական նախաձեռնության, որը արդեն իսկ հարգելի հեռուստադիտողներ հայտարարել է, որ բոլոր ռեսուրսներով, բոլոր ինչ կա չկա, հավաքված մեր միգուցե շատ կարճ ժամանակում, բայց այնուամենայնիվ բեքգրաունդով միանում ենք առաջարկ Հայաստանին կոնցեպտին։ Բայց հիմա եկեք համահայկական հասարակական դաշինքի մասին երկու բառ խոսենք, որքանով տեղյակ եմ էլի կազմակերպություններ կան, որ ստորագրել են ձեզ։ Այո, պարոն Աբովյան, այո, դուք ճիշտ եք, բայց ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ հրավերի համար, շատ հաճելի է գտնվել այս տաղավարում, եւ ինչպես ասում են, անցնենք բուն թեմային։ Այո, ստորագրել ենք մի շարք համաձայնագրեր, պայմանավորվածություններ դեռ կան եւ բանավոր, որոնք ես հուսով եմ, որ թղթին կտանք, կհանձնենք թղթին։ Ստորագրել ենք նաեւ այլընտրանքային նախագծեր խմբի հետ համաձայնագիր, ստորագրել ենք այլընտրանք խմբի հետ, ստորագրել ենք Պահապարտ զինյալների հասարակական կազմակերպության հետ։ Մի շարք չեմ ուզում բոլորին թվարկեմ, միգուցե չծանրացնեմ մեր դիտողի ուշադրությունը, բայց ամեն դեպքում մենք ձգտում ենք ընդլայնել այդ մեր համագործակցության սահմանները, որպեսզի ավելի լայն մասսաներ, ավելի հասարակության ավելի լայն շերտեր փորձենք մասնակից սարքել այն process-ներին, մասնավորապես այն հարցում, որ մենք ոչ թե Քավլիսի մենք չենք հավակնում լինել առաջ ավանգարդիստը, ինչպես ասում են, այս process-ում հասարակությանը համախմբելու հասարակական մտածող, դատող, հայակենտրոն, պատրիոտ մասսաներին միասին համախմբելու Քավլիսի մենք չենք հավակնում դրան, բայց մենք փորձում ենք եւ կարծում եմ այս կարճ ժամանակահատվածում մենք արդեն բավականին հաջողություններ ենք գրանցել եւ հույս ունեմ, որ ինչպես ձեր կազմակերպության հետ, այնպես էլ մյուս կազմակերպությունների հետ համատեղ մեզ կհաջողվի մեր նպատակների գոնե եթե մենք 70-80%-ին հասնենք, ես կարծում եմ դա շատ լավ ցուցանիշ կլինի եւ այն հարցերի շուրջ, որի շուրջ մենք բոլորս համաձայնության ենք եկել եւ ստորագրել ենք համաձայնագրերը եւ դրանից բխող շատ ավելի հասարակությանը հուզողի չէ քաղաքական դերակատարներին, կուսակցություններին, տարբեր անհատների հուզող հարցերի բավականին լայն հատվածի լուծումները գտնելուն։ Հասկանալի է, սա եթե չեմ սխալվում, հենց առաջի օրվանից ձեր կազմակերպության կարգախոսներ, որ հավաքվենք բոլորս
իրար գլուխ, ասենց ժողովրդական լեզվով ասած, հասկանանք, տեսնենք ինչ ենք անում, բայց վերադառնալով առաջարկ Հայաստանի հիմնարար կոնցեպտին եւ այն դոկտրինին, որը դրված է մեջը, ես իրականում տեսնում եմ, որ համեմատական չեմ ուզում անցկացնեմ, սխալ է համեմատականներ անցկացնել։ Միանշանակ։ Բայց օրինակ առաջարկ Հայաստանի կոնցեպտը ինքը ենթադրում է շատ հետաքրքիր մի տեսլական, համաձայն որի կա խնդիր, չէ, եւ կա լուծում, որքանով տեղյակ եմ համահայկական հասարակական դաշինքը նույն տրամաբանության մեջ է, այսինքն լուծումների չէ փնտրել։ Միանշանակ գտնել խնդիրների պատճառները, փորձել ներազդել, որ հետագայում նմանատիպ երևույթներ, արատավոր երևույթներ, օրինակ ես կարծում եմ դուք էլ եւ մեր բոլոր հեռուստադիտողները կհամաձայն, որ երևույթների սկզբնաղբյուրի դեմ է պետք պայքարել, այս սկզբնաղբյուրները վերացնել, որպեսզի նմանատիպի երևույթները ապագայում չկրկնվեն։ Ինչ նկատի ունեք։ Ասեմ, օրինակ, եթե մի փոքր հպանցիկ հայացք գցենք դեպի անցյալը մեր պետության, մեր ժողովրդի, ոչ շատ ուշ անցյալում դուք կհիշեք ինչ համախմբված էր մեր ժողովուրդը, մեր ազգը։ Համախմբված էին եւ պատերազմի առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, եւ երկրորդ, եւ ընդհանրապես գործընթացներ էին տեղի ունենում Հայաստանում, Սփյուռքում, որոնց Սփյուռքի եւ Հայաստանի համագործակցության այդ արդյունքում շատ ավելի դրական եւ շոշափելի արդյունքներ ենք մենք արձանագրում, Արման ջան, իսկ այսօր ցավոք սրտի այդ համախմբումը չկա, այսինքն պատճառներ կան, չէ՞, այդ ամեն ինչի պատճառը կա, դուք ճիշտ նշեցիք, որ եւ դուք եւ մեր կազմակերպությունը եւ ձեր նշած առաջարկ Հայաստանը, ես պատիվ եմ ունեցել ծանոթանալու ծրագրին, գիտեք, երևի վերջի այս մի գոնե 10 տարվա ընթացքում ես նմանատիպի խելամիտ քաղաքական դաշտի լայն շերտերին, ինչպես ասում են, առաջարկ անող, հնարավորություն տվող նախաձեռնություն ես չեմ տեսել։ Համենայն դեպս ես չեմ հիշում, եթե կա այդպիսի բան, խնդրում եմ ինձ հուշեք։ Շատ լավ նախաձեռնություն է, շատ գովելի է, եւ իսկապես այդ կազմակերպությունը, այդ նախագիծը մարդկանց կարճ ու կոնկրետ ասում է, եղբայր, եկեք, ձեր առաջարկներն ասեք, միասին փորձենք լուծումը գտնել, շարժվենք առաջ, շատ գովելի է, եւ ես մի բան էլ ավել կասեմ, որ ընդհանրապես մի տեսակ ինքը ավելի վերկուսակցական բնույթ է կրում, եթե համամիտեք իմ հետ, խնդրում եմ ասեք, եթե ոչ փորձեք։ Այո, գիտեք ինչ, հիմքում էս դա էր դրված, դրանք մի կողմ ով ումա հարում, եկեք բոլորս հարենք Հայաստանին, սա է։ Մենք բոլորս ես գտնում եմ, որ ցանկացած հայ, եթե նա իսկապես հայ է, եթե նրան թանկ են մեր պատմությունը, մեր եկեղեցին, մեր, ինչ ասեմ, կներեք, մեր գերեզմաները, մեր վանքերն ու մեր հողը, նա պիտի անպայման մի քիչ էլ վերկուսակցական լինի, անպայման։ Կուսակցական շահերը շատ ժամանակ չէ, կանոնադրությունների մեջ իհարկե բոլորն էլ, որ ասում են պուպուշ բառեր ունեն, բայց ցանկացած կուսակցության անդամ, հարող պետք է անպայման հայակենտրոն լինի։ Եվ այդ ամեն ինչը, ես ասեմ, կնպաստի շատ ավելի դյուրինացնել փոխհարաբերությունները քաղաքական դաշտում, որովհետև մի գաղափարի շուրջ բոլորը, դա մի գաղափարը, որի շուրջ չի կարելի վիճել, նույնիսկ չի կարելի քննարկել։ Դու հայ ես, հայասեր ես, հայակենտրոն ես, հայամետ ես, թե չէ։ Կարծում եմ, հենց հիմքը այդ լուծումները գտնելու հենց դա է, գտնել մի ընդհանուր շփման կետ եւ դրա վրա կառուցել ամեն ինչ։ Առաջարկ Հայաստանի մեջ ես չեմ ուզում կրկնվեմ, բայց մեկ անգամ եւս կնշեմ, ես դա էլ եմ տեսել։ Եղբայր, տեսնում եք ինչ որ խնդիր, լուծումները ձեր կարծիքով դուք գտել եք կամ տեսնում եք այդ լուծման տեսլական, եկեք քննարկենք։ Եվ ինչը ինձ նաև դուր եկա, որ մեր 6 կարգախոսների մեջ էլ համարյա թե նույն ինչ որ ասում պրինցիպները մենք ենք ընդունել եւ դրանցով առաջ ենք շարժվում։ Մենք էլ փորձում ենք այն անջրպետը, համաձայնեք, որ այսօր անջրպետ կա եւ հասարակության եւ քաղաքական ուժերի մեջ, այլ փորձենք մենք միասին ձեր իմիջայլոց կառույցը շատ գեղեցիկ կանոն ունի այդ process-ին համակնելու համար այդ կամուրջը,
Մենք փորձում ենք մեր այս ստեղծած կառույցով մի տեսակ կամուրջ դառնալ հասարակության եւ քաղաքական դաշտի, քաղաքական դերակատարների հետ եւ ինչու ոչ հասարակության ձայնը ավելի հասնելի, ավելի, ինչպես ասում են, ընկալելի դարձնել քաղաքական դաշտի համար։ Արման ջան, կարծում եմ ես փորձեցի ինչքան հնարավոր է։ Պարոն Մինասյան, այնինչ դուք ասում եք ինքը լիովին տրամաբանական է, որովհետեւ պետք չէ, հա, լինել, չգիտեմ, տենց հանճար, որ հասկանալ հետեւյալը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, հայ ազգի, հա, տեսեք 3 եզրույթ եմ ասում, որոնք ըստ էության, հա, մի ընդհանուր տեսլականի ներքո են։ Ես քշեցի նաև հայ եկեղեցի։ Հայ եկեղեցի, սա չեմ տարանջատում, որովհետև հայ եկեղեցին եզրույթ չի, հայ եկեղեցին մենք բոլորս ենք եւ ինքը այդ ամենի այսօր բոլորը չեն։ Ցավոք սրտի։ Գիտեք, մենք բոլորս, ես նկատի ունեմ ազգը, այնց ժամանակներ են անցել, ես մեկ-մեկ կողքից նայում եմ, ասում եմ, ինչ վերաբերում է եկեղեցուն, ես մտածում եմ, ասում եմ, մի հատ խնդրում եմ էլի մի հատ բացեք գոնե գիրք կարդացեք, մի հատ տեսեք ովքեր են եկեղեցու, հա, փորձե եկեղեցին ինչ-որ մի ձև կպնել կամ ինչ-որ նեգատիվ բաներ ան ու վերջում ինչա ստացվել, հա, որովհետև շատ կարևոր է ընդգծել հետևյալը, այո, եկեղեցին ձեր թույլատրությամբ ես համարում եմ բոլոր այդ process-ների վերևը, ինքը չի կարող, ես չեմ ստորադասում, էլի, բայց այնուամենայնիվ, տեսեք, կարելի է չէ գաղտնիքներ բացել։ Միանշանակ։ Ну գաղտնիք չի։ Հա, բայց այնուամենայնիվ գիտեմ, որ դուք ձեր գործընկերները, մասնավորապես դուք բավականին լայն կապեր ունեք Սփյուռքում եւ շատ ակտիվ աշխատում եք Սփյուռքի հետ։ Օրեր առաջ նույնիսկ ականատես եղա մի զրույցի Իսպանիայի, հա, ձեր ընկերոջ հետ եք խոսում, իսպանահայ եւ սենց լսում էի ձեր խոսքից հասկացա, որ ինքը միանշանակ պատրաստ է, ուզում է, սիրում է Հայաստան եւ այլն։ Մի տեսակ սիրտս, գիտեք, սենց տաքությունով լցվեց, որովհետեւ հիմա այո Սփյուռքում էլ ամեն ինչ այդքան հարթ չէ։ Եվ կցանկանայի, գիտեք, երկու բառ այս Սփյուռքին, որտեղ մեզ հիմա Սփյուռքն էլ է նայում։ Այ հիմա մեզ Սփյուռքը նայում է։ Ժորժ ջան, Սփյուռքը նայում է եւ ինչու եք դուք համարում անհրաժեշտ միգուցե շատ պրիմիտիվ եւ պարզ հարց է, որի պատասխանը բոլորս գիտենք, բայց այնուամենայնիվ չեք անհրաժեշտ համարում նաեւ Սփյուռքին ակտիվորեն ներգրավել այս process-ների մեջ։ Ասեմ, Արման ջան, միգուցե մի քիչ կոպիտ հնչի, բայց պետք է ասել, պետք է ասում, надо вещи называть своими именами։ Այ երբ որ օգնությունը Հայաստանին պետք լինում, այդ համահայկական հիմնադրամ, ինչ որ որովհետեւ մի բան մայր բոլորը հիշում են Սփյուռքը պետք է օգնի մայր հայրենիքին։ Եվ Սփյուռքը, ի պատիվ Սփյուռքի, միշտ օգնել է ու պատվով է դուրս եկել։ Պատվով է իր ոչ թե պարտականությունը, այլ իր հոգու կամքը, սրտի կանչը շատ պատվով է կատարել։ Վերցնենք 44 օրյա պատերազմը, բոլորս էլ գիտենք ինչ քանակի աջակցություն ցույց տվեցին այդ մարդիկ։ Իսկ չեք կարծում, որ անարդար է, որ այս բոլոր գործընթացների մեջ, այն զարգացումների մեջ, որը տեղի ունենում այսօր մայր հայրենիքում Հայաստանում, Սփյուռքը պետք է ունենա իր ներազդեցությունը, իր, ինչպես ասում են, օգտակար գործողության գործակիցը, որը պետք է նշել, որ շատ բարձր է, շատ բարձր։ Մենք ունենք բավականին շնորհքով, պատվարժան, հաջողության հասած եւ արվեստի բնագավառում եւ բիզնեսի բնագավառում շատ պատվարժան մարդիկ, որոնք անարդարացիաբար տրվել են մոռացության եւ անհարգանք է դա ամենայն դեպս նրանց հանդեպ։ Մենք մեր կազմակերպությունում Արման ջան, ճիշտ ես ասում, շատ են կարևորում այդ փաստը, ունենք նաև հիմնադիր անդամներ Սփյուռքից, շատ պատվարժան, փորձունյա մարդիկ, որոնք իրանց ներդրումը դրել են, սկսել են օգտագործել իրենց հնարավորությունները, իրենց կապերը եւ կշարունակեն ներդնել իբարս մեր հայրենիքի, իբարս մեր ծրագրերի եւ այդ զանգի մասին էլ իսկապես շատ հաճելի զանգ էր ինձ համար, անկեղծ ասած ես այդ զանգից սպասում էի։ Բարևում ենք, Գասպար ջան, հարգանքներս, ես այդ զանգին սպասում էի ու չէի կասկածում, ներքուս ու զանգեց ու նույնիսկ այն աստիճանի, իմիջիայլոց Գասպարը շատ հայրենասեր տղա է, շատ լուրջ անձնավորություն է, աշխատած աշխարհի տարբեր երկրներում, լուրջ հաջողություններ գրանցած,
ինքը միշտ գալիս է ու Թումանյան փողոցի վրա եւ նկատած կնես իր տան պատշգամբից անպայման Հայաստանի դրոշը կախում, այսինքն այն պրոֆեսոր Պլեշների որ կա են։ Հա, եթե կախած է Հայաստանի դրոշը, ուրեմն Գասպարը ստեղ է, ասի Գասպար արի դրոշ, հիշում ես, ասեցի Գասպար արի դրոշիդ կարոտել եմ, ասեց 2 հատ դրոշով եմ գալու։ Այսինքն, գիտես, եթե դու ինչ որ մի բան ես անում, դիցուկ ես, դիցուկ դու, դիցուկ մեր ընկերները, եւ դա արժանանում է եւ հավանության եւ հարգանքի, դու մի տեսակ ավելի շատ ես լիցքավորվում, ուզում ես ավելի շատ անես, ուզում ես որ իսկապես այս օրհասական մենք պետք է համաձայնել, որ այսօր մենք օրհասական վիճակում ենք գտնվում, գոնե ինչ որ մի ձև այս օգնել մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր հայրենիքին իհարկե չմոռանալ Սփյուռքը, Սփյուռքի հետ միասին այս վիճակից գոնե փորձել դուրս գալ, Ռոման ջան։ Իսկ սա ես կարծում եմ մեր համայնքական հասարակական դաշինքը վատ գործիքակազմ չունի, եւ քոնը չունի, եւ այն կազմակերպությունները, ում հետ մենք պայմանագիր ենք ստորագրել, նրանք էլ շատ հետաքրքիր գործիքակազմ ունեն։ Եվ ինչու ոչ, ես ուզում եմ նշեմ, որ շատ հնարավոր է, ամենայն դեպս այդպիսի մենք քննարկումներ ունենք, որ մոտակա օրերս քաղաքական կազմակերպությունների հետ ես նկատում եմ ոչ թե հասարակական, այլ քաղաքական կազմակերպությունների հետ էլ որոշակի քննարկումների արդյունքում նաև հնարավոր կլինի որ որոշակի հայտարարություններ անենք, պայմանագիր ստորագրենք եւ միասին փորձենք էլի իմ նշած պայմաններում շարժվել առաջ։ Ըստ էության համայնքական հասարակական դաշինքը իր առաջարկն է անում Հայաստանին, այսպես կարելի է ձևակերպել նույնիսկ։ Բա իհարկե, մենք էլ մեր առաջարկը ունենք։ Դե յուրաքանչյուր դեպքում ես համամիտ եմ ձեզ հետ, շատ կարևոր է ստեղծել մի իրավիճակ, երբ որ մենք բոլորս մի ուղղությամբ ենք նայում, որովհետև եկեք շիտակ խոսենք, մեզ փորձում են շեղել այդ մի ուղղությունից, տարբեր օտարացին ինչ որ գիտեք օրակարգերով, տենց մտածածին ինչ ոչ օրակարգերով, բայց մեզ մնացել է 3 րոպե մոտավորապես, գիտեք ինչն էի ուզում խոսեի, ձեզ հետ զրույցում մի անգամ մի արտահայտություն արեցիք, որը գլխիս մեջ նստեց, էլի, ասացիք հետևյալը, որ աշխարհը պայթի, տրակի, ինչ ուզում ալինի, գոյություն ունի հայ ազգի հավաքական ընկալում որոշ հարցերի, որը ով ինչ ուզում անի չի ստացվի քանդվել։ Ճիշտ է, Արման ջան։ Եվ ես քանդիցս իմ կյանքի ընթացքում բավականին արդեն տարիքի եմ ասել, քանի անգամ ես ականատես եմ եղել, որ այդ մեր հավաքական այդ իզուր տեղը չոր ասում են, օ հայ ժողովուրդ, քո ուժը քո հավաքականության մեջ է։ Իսկապես մենք եւ մեր ուժն է մեր հավաքականության մեջ, եւ մենք այսպես կոչված ներքին ստանդարտներ ունենք, որոնք ոչ մի ձեր նշած ներքին ուժ, ոչ մի արտաքին ուժ, դա չի կարող խեղել։ Լինում է դեպք, որ ինքը քնում է, մարդու մեջ, անհատի մեջ, խմբերի մեջ, դա քնում է, բայց դա արմատախիլ անել ոչ մեկին չի հաջողվել, ոչ մեկին։ Նույնիսկ այն ես չեմ սիրում այդ մարդու իր կիսագրությունը լավ ծանոթ Լորենս Արաբացին որ կար։ Նա էլ թուրքերին դիմելով, որ ասել է ես զարմանում եմ ձեր վրա։ Դուք ո՞նց եք ուզում հայերին վերացնել, հայերին հնարավոր չի վերացնել։ Եթե նույնիսկ մի հատ հայ մնաց, իր մեջ հայի գենը, իր outկոտրում կամքը նոր հայերացնելու, նոր Հայաստանը ստեղծելու։ Այնպես որ ես ավելի կամ համոզված եմ, մեզ կոտրել չի կարելի, հնարավոր չի ու ոչ մեկին չի հաջողվի։ Այս կոտրել չի հաջողվի, ամենալավ վերջաբանն էր այսօրվա մեր հաղորդման, հանդիպման։ Գիտեք, կան պատմական իրավիճակներ, երբ որ նայում ես ու ուղղակի աչքի դեմ դեժավյու այդ բանն է գալի, էլի որ սենց բաներ մեր հետ հաճախակի է եղել, հարգելի հեռուստադիտողներ։ Այնպես բաներով են կանցել, չգիտեմ, չեմ ուզում հիմա, հա, սենց պատմագրական վերջավորություն տամ, որովհետև շատ լավ ասացիք մեզ կոտրել չի ստացվի, բայց այնուամենայնիվ այդ հասկացությունը, սերը դեպի հայրենիք, սերը դեպի այո, ինչու ոչ, դեպի ինքդ քեզ, այսինքն դեպի քո ազգը, քո ժողովուրդը։ Ինքը պետք է փայփայվի, ինքս ինքա չի լինի։ Ինքը արժեքից բարձր է, հասկանում եք, ինչ որ բաներ կան, արժե համակարգի մեջ են։
Իսկ ինքնությունը քո ազգային, դա ամեն ինչից վեր է։ Դա համարյա գիտես, Արման ջան, դա հավատքի պես բան է։ Դա հավատք է, դա սրբություն է իսկապես։ Շնորհակալություն։ Ես եմ Հիշեցնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր հյուրընկալել էին համահայկական հասարակական դաշինքի համահիմնադիր կոորդինացիոն խմբի անդամ Կարապետ Մինասյանին։ Դե ինչ, մեր հաղորդման երկրորդ մասում կխոսենք արցախցիների, ավելի ճիշտ մանր եւ միջին բիզնեսով զբաղվող արցախցիների խնդիրների մասին եւ կզրուցենք Արցախից բռնի տեղահանված գործարար Մհեր Իսրայելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Իսրայելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը այսօր Աբովյան Թոքի եթերում հնչեցնել շատ կարևոր ըստիս, մի խնդիր, եւ մենք այսօր կփորձենք առարկայական հասկանալ խնդիրը ինչու՞մն է, դա Արցախից բռնի տեղահանված, այն մարդկանց խնդիրները, որոնք զբաղվում են բիզնեսով կամ փորձում են զբաղվել նվազագույնը բիզնեսով։ Հաճախակի խոսում է հետեւյալը, որ եւ դա շատ կարեւոր է, որ Արցախից բռնի տեղահանված մեր մազապուրց եղած, թույլ տվեք նույնիսկ այսպես մեր հայրենակիցները հիմնականում սոցիալական ոլորտի խնդիրների մասին են խոսում, խոսքը այն տանվարձերի մասին է, խոսքը գումարների մասին է, որը հատկացվում է արցախցիներին Հայաստանում, օրինակ, չգիտեմ, տուն եւ այլն, այդպես ձևակերպ, իսկ սոցիալական բլոկ, բայց բիզնեսի մասին շատ քիչ է խոսում եւ այսօրվա մեր զրույցի հիմնական թեման լինելու է ինչ խոչընդոտներ կան եւ ինչի մասին եք ուզում խոսեիք հենց անմիջապես։ Եկեք վերցնենք օրինակ, չգիտեմ, ձեր բիզնեսի օրինակը։ Շատ լավ, նախ ինչով եք զբաղվում։ Ես զբաղվում եմ ավտոտրանսպորտային միջոցների GPS վերահսկման ծառայությամբ, այսինքն դա կարելի ասել իր տեսակով սպეციფიկ IT ոլորտի ծառայություն է, որը որ ծառայություն է մատուցում տրանսպորտային միջոցներ ունեցող տարբեր ընկերությունների։ Իսկ GPS տրակերներ եք։ GPS տրակերներ ենք տեղադրում եւ դրանով օգնում ենք տարբեր ընկերությունների մեր գործընկեր կազմակերպություններին, որպեսզի վերահսկեն թե ինչ իրենց տրանսպորտային միջոցները շարժը, թե վառելիքի ծախսը եւ ավտոմատացնել կառավարումը, դրանով իսկ խնայել վառելիքը, խնայել ռեսուրս, ժամանակ, մի խոսքով բազմաթիվ ցավեր ու խնդիրներ բիզնեսի համար հասկանալի։ Նույն բիզնեսով ես զբաղվել եմ նաև Արցախում, այնուհետև տեղահանվելուց հետո նույն բիզնես գործունեությունը նաև փորձում եմ իրականացնել, փորձում եմ, որովհետև դեռևս բիզնես իրեն կոչելը որպես այդպեսին, թեկուզ արդեն 3 տարի է աշխատում ենք, բայց համեմատելով տեղական շուկայում հայտնի ընկերությունների հետ, իրեն որպես այդպեսին բիզնես կոչելը մի քիչ ավելի ճոխ կլինի, քանի որ ինքը ավելի շատ փոքր միջին բիզնեսի այժմ ներկայացուցիչ է, այն դեպքում երբ որ բնակավարի հայաստանյան ընկերությունները բավականին խոշոր ընկերություններ են եւ նաեւ կան ովքեր շատ մրցունակ են, այսպես ասի։ Իրոք սոցիալական ոլորտների մասին շատ է խոսվում, բայց մենք մոռանում ենք, որ կարևոր լոկոմոտիվը հենց ցանկացած պետության դա փոքր եւ միջին ձեռնարկություններն են։ Տեսեք, ինչ վերաբերում է միջին եւ մանր բիզնեսի խնդիրներին, դրա մասին բազմաթիվ անգամ թե պարոն Ծառուկյանը, թե առաջարկ Հայաստանը հենց Ծառուկյանի կոնցեպտի մեջ ներառված է մանր եւ միջին բիզնեսի խնդիրները եւ այստեղ ես միանգամայն ձեզ հետ համաձայն եմ, խոշորները շատ լավ է որ կան, բայց այն որ ասում է հիմնականում պետք է աշխատել նրա վրա, որ խոշոր եւ մանր բիզնեսը մաքսիմալ զարգացնել։ Առասարակ յուրաքանչյուր պետության բարեկեցության հիմքում, միշտ մանր եւ միջին բիզնեսն է։ Եվ արցախցիների տեղանված արցախցիների խնդիրները այս համատեքստում, եթե մենք դիտարկենք, ապա խնդիրը ինչու՞մն է, ինչ չեն գրանցում, չգիտեմ, նեղում են կամ պայմանները նենց չի, բանկերը վարկեր չեն տալի, խնդիրը ինչու՞մն է։ Ուրեմն ամենայն հարգանքով պարոն Ծառուկյանի հանդեպ եւ իր նախաձեռնությունների հանդեպ, բայց այսպես ասած ոլորտը դա ավելի շատ պետական մոտեցման խնդիր է։ Չէ, իհարկե, այստեղ ճիշտ հասկանանք, այստեղ առաջարկները իհարկե պետությունը պետք է անի,
սա ես մի անգամայն ձեզ հետ համաձայն եմ, սակայն ինչպես պետք է անի եւ ոնց պետք է անի, սա էլ պետք է հասկացվի։ Եվ երբ որ մենք անցնում ենք ոչ մի մասնավոր կամ ոչ մի պետական լծակ չունեցող կառույց կամ ուժ, ինքը չի կարող ոչ մի բան անի եւ սա պետք է հստակ պարզ ուղիղ հասկանալ։ Ուրիշ բան, որ պետք է խնդիրները բացահայտվեն, այդ բացահայտված խնդիրների հիման վրա որոշակի լուծումներ տրվի, դա է հիմնականում եւ այստեղ կրկին հարցը չեն քննարկում, որ այո, պետության գործառույթն է եւ ուրեմն տեսեք, երբ մենք բարձրաձայնում ենք մեր խնդիրների մասին, մեզ օրինակ են բերում, որ պետական համակարգում կան ՓՄԶ-ների աջակցության համար համապատասխան ծրագրեր։ Սակայն սկսենք նրանից, որ Հայաստանի Հանրապետության բանկերը մեզ այսպես ասած դիտարկում են որպես ոչ կոմպետենտ ճիշտ չի լինել ասել, ոչ ռիսկային են մեզ գնահատում որպես բիզնեսի։ Արցախցիներին ընդհանրապես։ Այսինքն իրանք տարանջատում են, հա, արցախցի։ Տարանջատել գիտեք ոնց է, մենք էլ գիտակցում ենք, որ մենք դիմում ենք։ Տարանջատելը դա ավելի բարձր տոկոսադրույքների բանով է, որովհետև մենք էլ գիտակցում ենք, որ մենք տարական գույք չունենք որպես այդպիսին, որ կարողանանք, ասենք թե ինչ որ ճգնաժամային իրավիճակներում, հա, գոնե գույքը մեր անշարժ գույք կլինի կամ չգիտեմ ինչ գրավադնել եւ ստանալ համապատասխան ավելի ցածր տոկոսադրույքով վարկային միջոցներ։ Ճիշտ է, այլ ծրագրեր կան, դրամաշնորհային ծրագրեր կան, բաներ կան, տես տարբեր խրախուսող հանգամանքներ կան, որոնք տարբեր կառույցների կողմից են իրականացվում, բայց դրանք որպես այդպեսին ավելի շատ ստարտափների համար են, այսինքն երիտասարդ բիզնեսմեն, որը ունի ժամանակ, ունի բավականին ցանկություն ունի նոր գիտելիքներ ձեռք բերելու, այդ դրամաշնորհները հիմնականում լինում են երկարատև, ասենք 6 ամիս, 1 տարի փորձուսուցման, ուսուցման, բայց դիմել եք։ Ես եղել եմ, դիմել եմ, օգտվել եմ համապատասխան ծրագրերից, բայց գիտեք իրենց խնդիրը այդ բնական որն է, որ մեր մարտահրավերները որպես արցախցի ավելի շատ են, ես այնտեղ եւս որտեղ որ ես մասնակցել եմ, բազմիցս բարձրաձայնել եմ, քան տվյալ կառույցների մոտեցումը, որովհետեւ երբ որ սկսում էին արդեն կրճատել ֆինանսական միջոցները, չէ, աստիճանաբար, բնականաբար կրճատում են, որ մարդիկ ինտեգրվեն, բան սկսեն աշխատել, կրճատում էին, ես միշտ բարձրացնում եմ այն հարցը, որ պետք է լինի այդ ամենը ավելի ճկուն։ Այսինքն մարդը երբ բիզնես գործունեությամբ զբաղվել է Արցախում, գիտենք, որ ինքը արդեն որոշակի կենսագրություն ունի, այսինքն այդ կենսագրության ընթացքում փորձ եւ գիտելիք է ձևավորվել իր մոտ։ Հետևաբար պետք է հաշվի առնել, լինի թե մեկ պատոհանի սկզբունք էկոնոմիկայի նախարարությունում, թե չգիտեմ, մեկ այլ կառույցում, որ հաշվի առնեն մարդու այդ բնակավարում արդեն կայացածության հանգամանքը եւ ստեղծեն ինչ-որ պայմաններ։ Դիցուք ասեն, դուք զբաղվել եք, ասենք, ավտոտրանսպորտային միջոցների GPS վերահսկմամբ։ Ձեզ ի՞նչն է խանգարում, որ Հայաստանում եւս մրցունակ լինեք։ Մենք ասենք, սարքավորումներ, այսինքն ձեզ ասեն, օրինակի համար մեզ ասեն, որ պետությունը ունի այսպիսի պորտֆել, որպես ճգնաժամային իրավիճակում հայտնված հասարակություն, ունի այսպիսի պորտֆել, որ ձեր ռիսկայնությունը իր վրա է վերցնում եւ բանկերը ձեզ կտրամադրեն ցածր տոկոսադրույքով վարկային միջոցներ, որպեսզի դուք կարողանաք թարմացնել ձեր մեքենատրանսպորտային պարկը, ձեր սարքավորումները եւ մենք չլինենք ավելի շատ հույսին դրամաշնորհների։ Դրամաշնորհները որպես այդպեսին ես ինչպես նշեցի, երկար դասընթացների process են ենթադրում եւ ամեն անգամ 6 ամիս հիմա մենք ցանկացած Արցախցու ով որ դրամաշնորհային փուլերով ամենայն արգագում անցել են, իրենք բոլոր երևի թե մարքեթինգի գուրուներ են, որովհետեւ բոլոր ոլորտներում որ անցնում ես նախքան ֆինանսական փուլին հասները, անդադ այդ դասընթացը անցնում ես, արդյունքում դու կարող ես կամ օգտվես, կամ չօգտվես, ու այդ ժամանակը, որ տրված է քեզ դու դա անցնելու, արդեն դու կորցնում ես ու որ կարող ես այդ ընթացքում ստեղծես ինչ որ ու մարտահրավերը խնդիրը, որը բազմանդամ ընտանիք է բնակվում է մեկ բնակարանում, հայր, մայր, երեխաներ, ու այդ ամեն ինչը դու բնակապահովման ծրագիր պետքա լուծես ու պետքա ոտքի կանգնես, չէ՞ որ կարողանաս բնակապահովման ծրագիր լուծես։ Նա տեսեք, երբ որ խոսում ենք առհասարակ բիզնեսի մասին, միջին եւ մանր բիզնես, հա, մենք պետք է հաշվի առնենք նաեւ հետեւյալը, որ կան օբյեկտիվ խնդիրներ, հա։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք բանկը ռիսկայնությունը հաշվարկում, ձեր առաջարկը հետեւյալն է, որ այդ ռիսկայնության մեջ պայմանական փայ լինի նաեւ իշխանությունը, այսինքն ինչ որ ռիսկերի մի մասը վերցնի իր վրա, ես բնականաբար
Իսկ ինչպես եք դուք դա տեսնում։ Օրինակ ես ճիշտն ասած պետական համակարգի աշխատակից չեմ, բայց ես օրինակ փորձ ուսումնասիրելով, հա, ունենալով այդ բանը, որ ասենք Սիրիայում եղան, Սիրիայի դեպքերից հետո եղան տեղահանված մեր հայրենակիցներ, ում համար նախկինում ստեղծվել էին պորտֆելներ, որոնք ովքեր որ զուտ միայն, բայց որ մենք հենց բարձրաձայնում ենք արցախյան բիզնեսի ներկայացուցիչները, մեզ գիտեն թե ցանկանում ենք տարբերություն մտցնել Հայաստան, ոչ, մենք բացարձակ ոչ համարում ենք, որ մեր արյունը կապույտ է կամ հայաստանաբնակ հայերի արյունը կարմիր է, մեզ պետք է ավելի շատ ոչ, պարզապես մեզ դիտարկեն որպես ճգնաժամային իրավիճակում հայտնված դա նորմալ է, հասարակություն, ցանկացած պայմանագրում, որ կնքվում է երկու իրավաբանական կազմակերպությունների միջև, այնտեղ կա ֆորս մաժորային հատված, չէ, որ ասում է պատերազմը, ռազմական գործողություն, բայց ոչ միտեղ չի ասում պատերազմի արդյունքում տեղահանում, այսինքն մեր մոտ եղել է ծայրահեղագույն իրավիճակը, որոնք մարդիկ պարզապես չեն պատկերացնում, որ ու տրամաբանական էլ է, էլի, որ հնարավոր չի պատկերացնել, որ մարդը կարող է ընդհանրապես sense մի հատ հագուստով է հասցրել ընդամենը դուրս գա, օրինակ իդեմս ես ասենք հասցրել է ընդամենը իր մի հատ մեքենա ունի, այդ մեքենայի մեջ իր ընտանիքը հասցնի տեղափոխի, այն դեպքում որ գույք է ունեցել, սարքավորումներ է ունեցել, ուտես բազմաթիվ իմ շրջապատում տարբեր բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներ կան, ովքեր այսպես թե այնպես օգտվում են ավելի բարձր տոկոսադրույքով վարկերից, եթե անգամ բանկը չի մերժում, հիմնականում լինում է օրինակ 19%, 17%, 16%, չգիտեմ, կլինի թե չի լինի, այտենց հազվագյուտ։ Այսինքն սպառողական վարկին համապատասխան տոկոսադրույքով, իսկ դրանով բիզնես անել, մրցակցել, ճիշտ է հնարավոր է, բայց դժվար է։ Ու հաշվի առնելով էլ որ կան մարդիկ օրինակ կան տարբեր տարիքային խմբի, իրանք կայունանալու համար ունեն տարբեր ժամանակահատվածներ։ 20 տարեկանը ունի երկար ժամանակ, չամուսնացած երիտասարդը կամ աղջիկը, իսկ 40 տարեկան, 50 տարեկան մարդը, որ ուզում է բիզնեսով զբաղվի, ինքը մի քիչ ավելի շատ ակնկալիքներ ունի ու ավելի քիչ ժամանակ, դրա համար թիրախային ու ինքը այդքան էլ պատրաստական չի նորից սովորել, որովհետև ինքը արդեն սովորել է։ Ինքը եղել է, ասենք 40 տարի կամ 10 տարի, 20 տարի զբաղվել է ոլորտով, այդ ոլորտը ուղնուցուցից գիտի։ Հիմա ինքը գալիս է, կարող է ինքը վերամտածի, ասի, հա դե, միգուցե վերապրոֆիլավորվեմ, էդ էլ է լինում։ Դրա համար էլ կան սոցիալնախարարությունում համապատասխան փորձուսուցման բան, դրանից էլ մարդիկ օգտվում են, բայց նոր մի հարթակել աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը աշխատացել, գործարկել, որը սկսվում է հենց բնակապահովման ծրագրից, այսինքն դու պետք է այնպես բնակապահովման հարցը լուծած, որ կարողանաս օգտվել մնացած, բայց եթե մենք ունենք խնդիր կանխավճարի, ունենք խնդիր ինքներս կայունանալու, որ կարողանանք լուծել, օրինակ մեկը ես երրորդ սերունդ քաղաքաբնակ մարդ եմ, այսինքն ես հիմա բոլոր ողջ իմ 40 տարվա գիտելիքներս կամ 30 տարվա գիտելիքներս թողեմ վերաինտեգրվեմ գյուղական համայնքի, ինձ եւս մի 10 տարի ժամանակ է պետք, բայց այդ ընթացքում կա մեծ ընտանիք, կան սոցիալական, ես հիմա անկաշկանդ խոսում եմ այո, խնդրեմ, ակնկալելով, որ նաեւ հայտնում են պատրաստակամությունը առանց որևէ ակնկալիքի ներգրավելու, մասնակցելու իմ գիտելիքով, իմ հնարավորության սահմանները, որպեսզի իմ հայրենակիցների, իմ կյանքի մեջ ինչ-որ մի դրական, որ ցանկանում են, եթե ինչ-որ մի բան անեն, որ մենք էլ կողքից, եթե կարողանում ենք հուշենք, տրամադրենք, որ ճիշտ ուղղությամբ ընթանա եւ հարցը լուծվի։ Կարևորը ինձ համար կարևոր չի, ինչ կասեն, ինչ չեն ասի, ինձ համար կարևոր է, որ հարցը սկզբնական իմ եւ իմ նման իմ հայրենակիցների հետ, ովքեր առաջին քայլերն են անում կամ սկսում են Հայաստանում, իրականում շատ մեծ է մրցակցությունը։ Ու էդի փոքր բնակավարից գալիս է մեծ բնակավար, էդի բավականին զգալի է։ Տեսեք, պարոն Իսրայելյան, երբ որ մենք խոսում ենք առհասարակ արցախցիների մասին Հայաստանում, հա, բազմաթիվ խոչընդոտների մասին ենք խոսում, որոնք միգուցե միտումնավոր, միգուցե անմիտ, միգուցե ուղղակի հա ուշադրություն չեն դարձնում, իրանք ի հայտ են գալիս, բայց այնուամենայնիվ եկեք ֆիքսենք հետևյալը, որ Հայաստանը չունի այն բնակ ֆոնդը, տեսեք, ես հիմա չեմ խոսում Արցախից բռնի ժամանակավոր տեղահանված, ընդգծում եմ, այդ խնդիրների մասին։ Ես հիմա նույնիսկ չեմ ուզում իշխանություն քննադատեմ, չգիտեմ, ընդդիմության մասին խոսեմ, դա չի հարցը։ Հարցը հետևյալն է, արցախցին եկել է Հայաստան։
մազապուրց եղած ամեն ինչ թողած, այո, չի կարելի համեմատել, ստե երկրորդեմ պարոն Իսրայելյանի խոսքերը, ստե ինչ է, որ արցախցին ուրիշ է, հայաստանցին ուրիշ է, Թուրքիա համար մեկ է, արցախցի ես, հայաստանցի ես, չգիտեմ, որտեղից ես, հա, ես որ համեմատականը հասկանանք էլի ինչի մասին է խոսքը գնում, բայց այնուամենայնիվ մի բան է, երբ որ մարդ ամեն ինչ կորցրել է 40-50 տարեկան հասակում հասել է Հայաստան եւ պետք է զերոյից ըստ էության, հա, սկսի արարել, ուրիշ բան է, երբ որ դու ապրում ես այստեղ, ծնվել ես այստեղ, մեծացել ես այստեղ, ունես քո կապերը, անգերները եւ այլն, երբ ճիշտը խոսանք էլի Մհեր ջան։ Շատ կարևոր հանգամանք։ Ես ավելի քան համոզված եմ յուրաքանչյուր մարդ իր բնակավայրում երբ որ ապրում է, հա, իր դասարանցիներն են, ընկերներն են մի հատ հեռախոսով 1000 ձևի հարց է լուծում։ Նույնը նաև իմ մոտ էր ընտեղ։ Չէ, դուք հասկանում եք ես ինչ եմ, լավ իմաստով, խոսքը կոռուպցիայի մասին չի գնում։ Բացարձակ, դու դե աճել մեծացել ես, քեզ դե ճանաչում են տարբեր ժամանակահատվածում, տարբեր աշխատակոլեկտիվների ես մասնակցել, տարբեր աշխատանքներ ես իրականացնել, տեղանքներ, փոքր բոլորը ճանաչում են, արդեն ժամանակի ընթացքում քո անուն համբավը հասել է այն աստիճանի, որ քեզ վստահում են, շատ դեպքերում, օրինակ իմ բնակավարում եղել է այնպիսի իրավիճակներ, երբ մարդիկ բավականին անուն ունեցող ընկերություններից հրաժարվել են, ում հետ ես եւս Արցախում մրցակցում եի, հանձինս նրա, որ ես օպերատիվ եմ աշխատում, ես տեղացի եմ, ինձ ճանաչում են ու գիտեն նաև պատասխանատվության աստիճանը, իսկ հեռավորությունից նույն ծառայություն մատուցելը մի քիչ շատ ավելի դժվար է, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով ես արդեն այնտեղ կարելի ասած այն տարիների ընթացքում երբ զբաղվել եմ այդ գործունեությամբ բավականին առաջատար դիրքերում էի արդեն հայտնվել։ Ու նույնը գալիս է դու այսօր ես ընդունելությունից դժգոհ չեմ, ընդհանրապես մեր հայ հասարակությունը բավականին բնական այդպես էլ սպասում ենք, մենք հակառակը չենք սպասում սովորական հասարակությունից։ Բայց զուտ բիզնեսի բնագավառում մի տեսակ ոնց որ թե կամ խորհուրդ տվողները այն խորհուրդը չեն տալիս, ամփորձ են խորհուրդը չեն տալիս, կամ էլ մի տեսակ ոնց որ թե չի ընկնում իր հունի մեջ, որ ոնց որ ճիշտ հունով ընթանա եւ այդ համակարգը լինի, որ արցախյան բիզնեսմենը իմանա, որ օրինակ դու ցանկանում ես զրոյից սկսել, խնդրեմ, քո համար կան դրամաշնորհային ծրագրեր կամ կան համապատասխան նաև պետական, գնա սովորի իր անդադ սովորի, բայց դու եթե աշխատել ես մի ոլորտում, դու ունես կոշկակար ես, մուրճի կամ հաստոցի կարիք, արի դիմի, ես քեզ այդ հաստոցը մի քիչ ռիսկը չեզոքացնեմ, գնա էլի վարկով վերցու, ես վստահեցնում եմ, որ արցախցիների մեծամասնություն սա գովասանք չհնչի էլի, աշխատավոր ժողովուրդ են, առիթներ ա եղել, ես նաև այդ առիթների մասին մեր պետական այրերին եմ ասել, որ դժբախտ իրավիճակների արդյունքում Հայաստանը ունի բավականին հզոր ներուժ։ Իդեմս տարբեր բնակավարների մասնագետների սկսած ոլորտային, նեղ ոլորտային, ավտոտրանսպորտային ունի բավականին ես ճանաչելով հարստացել է Հայաստանը իդեմս այդ մարդկանցով եւ դա պետքա օգտագործել եւ չթողնել որ այդ մարդիկ գնան այլ երկրներում իրենք միևնույնն է սոված չեն նստելու իրենց ընտանիքի հոգսը հոգալու հարցով ստիպված են լինելու ինչ որ մի կերպ այդ հարցերը լուծել։ Շնորհակալություն պարոն Իսրայելյան, ցավոք վերջանում է հաղորդման ժամանակը, շատ կարճ էր, բայց կարծում եմ որ կարելի է հանդիպել եւս ինչ որ մի ժամանակ անց եւ հասկանալ, թե ինչումն է հարցը, ես գիտեք ինչ կառաջարկեի, կոնկրետ լուծումները ոնց եք դուք տեսնում, ես կարծում եմ մենք կհանդիպենք եւ կխոսենք, որովհետեւ խոսքը ոչ միայն արցախցու, հա, միջին բիզնեսի կամ մանր բիզնեսի մասին, առհասարակ, հա, ինչպես եք դուք տեսնում միջին եւ մանր բիզնեսի ապագան Հայաստանում եւ ինչպես կարելի է առավել քան բարելավել իրավիճակը եւ ինչու ոչ քննարկենք առաջարկ Հայաստանի կոնցեպտի ներքո, քանզի ձեզանից լավով պետք է այդ ոլորտի խնդիրները իմանա։ Ու պայմանական, հա, եւ իհարկե մեր արցախցի քույրեր եւ եղբայրների խնդիրները, որոնք այո, շատ կարեւոր է մեզ համար, բոլորիս, առանց տարանջատման, ինչքան հնարավոր է շուտ լուծել, ինչքան հնարավոր է շուտ լուծել եւ այդ լուծման արդյունքում բոլորս էլ շահելու ենք։ Բոլորս շահելու, եսի նկատի ունեմ առաջին հերթին հայ ժողովուրդը, հայ ազգը, Սփյուռքը, Հայաստանը եւ այլն։ Շնորհակալություն պարոն Իսրայելյան, հիշեցնեմ ձեզ հարգելի հեռուստադիտողները, որ Աբովյան Թոքի եթերում գործարար
Արցախից բռնի տեղահանված Մհեր Իսրայելյանն էր։ Շնորհակալություն։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, լսեցինք մեր այսօրվա հյուրերին, երկու խնդիրն էլ շատ կարևոր են։ Արցախցիների մասով։ Այո, շատ ցավալի իրադարձություններ տեղի ունեցան Արցախում։ Այո, արցախցիները 100,000-ից ավել եկան Հայաստան եւ այո, ակնհայտ է, որ արցախցիները, որոնք եկել են Հայաստան, իրանք չեն եկել ուզողի կարգավիճակով։ Արարող ժողովուրդ է, ստեղծագործ ժողովուրդ է, աշխատող ժողովուրդ է։ Եվ պետության ուղակի պարտավորությունն է այդ մարդկանց համար հնարավորություններ ստեղծել, որ մարդիկ հանկարծ չգնան Հայաստանից։ Այո, չգնան Հայաստանից, որովհետև իրականում մենք ունենք խնդիրներ, եւ ամենակարևորագույն խնդիրներից մեկը, որի մասին իմիջիայլոց բազմաթիվ անգամ բարձրաձայնվել է։ Դա այն է, որ մենք կարևորագույն նշանակություն պետք է տանք մարդկային կապիտալին, իսկ մարդկային կապիտալը ինչ է։ Մարդկային կապիտալը դա այն մարդիկ են, ովքեր բարիք են ստեղծում, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, ովքեր կարողանում են դե լավ, sense մի քիչ տնտեսական լեզվով ասեմ, հավելյալ արժեք ստեղծեն։ Եվ այստեղ ոչ մի տարանջատում չկա արցախցի կամ հայաստանցի։ Գիտեք ինչու չկա։ Շատ պարզ պատճառով, երբ որ մենք խոսում ենք արցախցի բիզնեսմենների կամ արցախցի մանր եւ միջին բիզնեսով զբաղվող մարդկանց մասով, այդ մարդիկ կորցրել են ամեն ինչ։ Ամեն ինչ։ Եվ այո, Հայաստանի Հանրապետությունը որպես հայերի աշխարհում բոլոր կետերում բնակվող հայերի հայրենիք պարտավոր է ծանր իրավիճակում իր ձեռքը մեկնի եւ օգնի հայերին, իր հայրենակիցներին կապ չունի արցախցի չի։ Բայց արցախցիների դեպքում առավել քան, որովհետեւ ինչպես ասեցի, այդ մարդիկ ամեն ինչ կորցրել են։ Ամեն ինչ։ Եվ այո, մարդիկ չեն գալիս, այդ տեսեք, պարոն Իսրայելյանն էր խոսում, չեն գալիս եւ նստած ասում են մեզ փող տվեք, որ ապրենք։ Ասում են հնարավորություն ստեղծեք, արարենք եւ անենք։ Ինչի մասին իմիջիայլոց բազմաթիվ անգամ նշված էր առաջարկ Հայաստանի կոնցեպտի ներքո, որ այո, մարդկանց պետք է հնարավորություն տալ, որ մարդիկ կարողանան արարեն, որ մարդիկ կարողանան ստեղծագործել, որ մարդիկ կարողանան ստեղծել բիզնեսա, չգիտեմ, իրենց տարբեր տիպի գործա եւ այլն, աշխատանքա։ Եթե պետությունը չի ստեղծում պայմաններ, մարդ ո՞նց աշխատի։ Եթե բանկերի տոկոսները հելնում է միջև, չգիտեմ, տիեզերք, մարդ ո՞նց աշխատի։ Եվ այստեղ խոսքը բնավ ոչ միայն արցախցիների մասին, այլ միջին եւ մանր բիզնեսի։ Չնայած արցախցիների մասին եւս մեկ անգամ ընդգծեմ, այնտեղ շատ կարեւոր, խնդիր է եւ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձվի։ Յուրաքանչյուր պետության, գիտեք, երբ որ նայում ես տնտեսության զարգացման, հիմքում, այո, շատ կարեւոր դեր են խաղում խոշոր բիզնեսները, բայց հիմքը միշտ եղել է մանր եւ միջին բիզնեսը։ Եթե չես տալ հնարավորություն մանր եւ միջին բիզնեսին աշխատել, ապա դու երբեք չես ունենա զարգացած տնտեսություն։ Երբեք, իսկ ի՞նչ է զարգացած տնտեսությունը։ Աշխատատեղեր են, թոշակներ են, աշխատավարձեր են, անվտանգություն է, ի վերջո։ Ինչ վերաբերվում է համահայկական հասարակական դաշինքին եւ առհասարակ այն պլատֆորմներին, որոնք իրենց նպատակն են դնում ձևավորել մի համակարգ, որը թույլ կտա հայ ժողովրդի ինտելեկտուալ, չգիտեմ, աշխատանքային, գործնական, ֆինանսական, բոլոր քաղաքական, դիվանագիտական ռեսուրսները հավաքի մի կողմ։ Այստեղ մենք իզուր չենք խոսում առաջարկ Հայաստանի կոնցեպտի մասին, որովհետև առաջարկ Հայաստանի կոնցեպտի հիմքում հենց դա է, որ այո, կան խնդիրներ եւ պետք է այդ խնդիրների լուծումը լինի։ Բայց լուծումները, բոլոր խնդիրները իրենք համախմբվածության եւ այդ մեր միասին լինելու պարագայում կարող են լինել, այլ պարագայում չի կարող լինի։ Եթե ժողովուրդը, ազգը կեղեքված է, եթե ժողովուրդը եւ ազգը քրքրված է, համատեղ, չգիտեմ, այդ իրար ատելությամբ, եթե չկա
հանրային համերաշխություն, ինչ պետություն, ինչ ժողովուրդ, ինչ ազգ, ինչ ենք խոսում։ Թերևս քանի հազար տարի առաջ ասվել էր, չէ, բաժանիր, որ տիր ես։ Հիմա մեզ բաժանում են, որ տիր են։ Իսկ այդ տիրելու վերջում ոչ Հայաստան կլինի, ոչ հեռանկար կլինի, ոչ ապագա կլինի, ոչ մի բան չի լինի։ Միայն համախմբվածություն, միայն ընդհանուր տեսլական, միայն խնդիրների ընդհանուր լուծում եւ ամենակարևորը հասկանալ մի բան։ Չի կարելի ապրել պատրանքներով։ Չի կարելի ապրել, չգիտեմ, մտածածին գլխի մեջ հորինված ինչ-որ տենց սխեմաներով, որ միգուցե հնարավոր է հասնել մի իրավիճակի, երբ որ Սփյուռքը կլինի տարանջատ, Հայաստանը կլինի տարանջատ, Հայաստանի մեջ էլ կսկսենք էլի իրար կիսել, արցախցի, չգիտեմ, գյումրեցի, երևանցի, կամ Սփյուռքահայերին Ռուսաստանի հայ, Ամերիկայի հայ, Ֆրանսիայի հայ եւ այլն եւ այսպես շարունակ։ Չեք տենում ինչա կատարվում, չեք հասկանում։ Ես ձեզ չեմ դիմում, հարգելի հեռուստադիտողներ, դիմում եմ այն մարդկանց, ովքեր պատասխանատու են այս ամեն իրավիճակի համար։ Ի վերջո մեր թշնամիների համար միևնույնն է, դու որտեղից ես ծագումով, արցախցի ես, հայաստանցի ես, թե սփյուռքից ես, մենք հայ ենք իրենց համար, բոլորի, եւ հավասարաչափ թշնամի։ Այդքան բանը պետք է հասկանանք, չէ՞։ Եվ այո, այն հարթակների ձևավորումը, որոնք միտված են հայ ժողովրդի պոտենցիալը, հայ ժողովրդի այդ ներուժը, իրար գլուխ հավաքելու միանշանակ ողջունելի է։ Եվ այո, ըստիս եւ ոչ միայն ըստիս, առհասարակ փառք Աստծո։ Արդեն Հայաստանով մեկ իր այո հաղթարշավը թող անպագորգոր չընջի, բայց այնուամենայնիվ շարունակում է առաջարկ Հայաստանի դոկտրինը, կոնցեպտը եւ տեսլականը։ Լինենք միասին եւ իրականում մեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Եթերում Աբովյան թողքներ, հարգելի հեռուստադիտողներ, եւ ես Արման Աբովյանը կհանդիպենք հաջորդ անգամ։